Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Խորհրդարանը հաստատեց կառավարության հնգամյա ծրագիրը։ Եթե ընդհանուր առմամբ ամփոփենք ծրագրի խորհրդարանական քննարկումը, տպավորությունն այն է, որ այս անգամ թվային ցուցանիշներն ու տնտեսական թիրախները որոշ չափով երկրորդ պլան էին մղվել, իսկ առաջին գծում արտաքին քաղաքականություններ։ Այդուհանդերձ ծրագրի տնտեսական հատվածը բազմաթիվ հարցեր է առաջացնում, սկսած տնտեսական աճի եւ զբաղվածության ցուցանիշներից մինչեւ աղքատության կրճատումը, պետական պարտքի կառավարելիությունը, առողջապահական ապահովագրություն ու կենսաթոշակները։ Կառավարության հնգամյա ծրագրի մասին կզրուցենք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ի տարբերություն խորհրդարանական քննարկման, մենք հիմա ըստ էության հենց զրույցը կսկսենք անմիջապես տնտեսական ցուցանիշից եւ գլխավոր ցուցանիշը կարծես տնտեսական ակտիվության ցուցանիշն է եւ կառավարության հնգամյա ծրագրում դուք առաջիկա 5 տարիների համար միջինում 6% տնտեսական աճ եք նախատեսում, մինչդեռ նախորդ ծրագիրը 2021-26 թվականներին այդ հնգամյա ծրագրում միջինում 7% տնտեսական աճ էր թիրախավորվել։ Սա կառավարության տնտեսական հավակնության նվազում չէ, ինչպես կբացատրեք։ Ես կարծում եմ, որ հակառակը նախ շնորհակալ եմ ինձ հրավերելու համար եւ այս կարևոր հարցերի շուրջ խոսելու հնարավորություն տալու համար։ Նախ կարծում եմ, որ 6% տնտեսական աճը այն աճից հետո, որը մենք ունեցել ենք վերջի 5 տարիներին, բավական հավակնոտ է։ Իրականում, եթե հետ նայենք 2021 թվականին, ապա այդտեղ մենք թիրախավորում ենք հիմնականում 20 թվականից հետո տնտեսական անկման վերականգնման process եւ դրա համար էինք համարում, որ մենք պետք է վերադառնանք մեր հիմնական ուղեծրին եւ ըստ էության ուրախ եմ արձանագրել, որ այն նպատակները, որը մենք դրել ենք մեր առաջ, կատարված են եւ 21-26 թվականների ընթացքում մեր տնտեսական աճը միջինում կազմել է 7-9%, թեև թիրախավորել էինք միջինում 7%, եւ այս աճի վրա կառուցում ենք մեր հետագա անելիքները։ Մեր բազան բավականին բարձր է, այսինքն այն թվի ինչի վրա, որ պետքա մենք 6% աճ ունենանք, դա նշանակում է, որ մենք ավելի արագ պետք է աճենք, քան նախորդ տարիներին, այսինքն նոմինալ առումով մեր աճը բավականին արագ է լինելու։ Կարծում եմ, որ սա շատ հավակնոտ է, բայց դա հիմնվում է նաև իրատեսական կանխատեսումների վրա։ Որոնք են այդ իրատեսական կանխատեսումները։ Նախ վերջի տարիներին մեր գնահատմամբ մեր աճի պոտենցիալը փոխվել է, ավելացել է։ Եթե նախկինում մենք ասում ենք, որ մեր աճի պոտենցիալը 4-4.5% է գնահատվում, ապա հիմա դա գնահատվում է 5-5.5։ Ինչի հաշվին։ Նրա հաշվին, որ մեծ ներդրումներ են կատարվել տնտեսական ենթակառուցվածքների մեջ, մասնավոր հատվածը մեծ ներդրումներ է կատարել արտիականացման մեջ, այսինքն մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր տնտեսության արտադրողականությունը բարելավում, մենք մեծ ներդրումներ ենք անում մարդկային կապիտալի զարգացման մեջ, եւ սա ամենը չէ, այսինքն համալիր ներդրումներ են կատարվել տարբեր ուղղություններով, որոնց արդյունքները մենք տեսնելու ենք ապագայում։ Դրա մեկ օրինակ կարող է լինել, օրինակ, երբ որ մենք կանխատեսում ենք, որ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները պետք է 50%-ով ավելանան, դրա հիմքում դրված է այն աշխատանքը, որ մենք արել ենք նախկինում, օրինակ ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելով, որովհետև մենք սուբսիդավորել ենք այդ ներդրումների մի մասը, Հայաստանում ստեղծվել են հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ, որը ի դեպ գերազանցում է մեր ռազմավարությամբ դրած թիրախները եւ առաջիկայում այդ բոլոր օբյեկտները, այսպես ասենք,
բերք են տալու եւ դա մեզ հույս է տալիս, որ այդպիսի թիրախ կարող ենք մենք մեր առաջ սահմանենք եւ սա միակ ուղղությունը չէ։ Բազմաթիվ ուղղություններով կատարված ներդրումները տալու են իրենց արդյունքները։ Պարոն Հովհաննիսյան, ամեն առիթով, երբ տնտեսության շուրջ քննարկում է լինում, նաև հնգամյա ծրագիր կլինի, տարեկան ծրագիր եւ այլն, ընդդիմությունն ամեն առիթով ասում է ծրագրեր եք անում եւ շատերն անում եք կայթվում պարտքի, այսինքն պարտք եք վերցնում Հայաստանին, պարտքը մեծացնում եք եւ ծրագրեր եք անում, բերում հետո ցուցանիշներ եք ներկայացնում։ Որն է պարտքի այն սահմանը, որից հետո կառավարությունը կասի այլևս չենք կարող այս տեմպով շարունակել։ Դե մենք մեր օրենքով ունենք ֆիսկալ կանոններ, որով սահմանված է, թե կառավարությունը որքան պարտք կարող է ներգրավել, որ շեմից հետո կանոնները ինչպես են փոխվում եւ այլն։ Ընդ որում մենք ունենք ժամանակահատված, օրինակ 2020 թվականին, երբ որ մեր պարտքը 63% էր հնայի նկատմամբ, 2021 թվականին 60% էր, եւ այդտեղ կանոնը այնպիսին է, որ կառավարությունը պետք է զսպի ընթացիկ ծախսերի աճը եւ պետք է հստակ ծրագիր ներկայացնի, թե ինչպես է պարտքը իջացնելու 60%-ից ներքև։ Այսօր մեր կառավարության պարտքը գտնվում է 47.2% մակարդակի վրա, 2025 թվականի արդյունքներով։ Սա համարվում է կառավարելի մակարդակ, այստեղ ֆիսկալ կանոնները ուրիշ են եւ մենք որևէ սահմանափակում չունենք, այսինքն այստեղ վտանգավոր շեմի չենք։ Վտանգավոր շեմից մենք շատ հեռու ենք։ Իհարկե կան ռիսկեր։ Այդ ռիսկերը գնահատվում են, այդ ռիսկերի մասին այդ ռիսկերը չափվում են եւ դրանց մասին մենք հաշվետվություն ենք ներկայացնում ազգային ժողովին։ Դա կլինի թե միջնաժամկետ ծախսային ծրագրի մեր փաստաթղթում, թե բյուջետային փաստաթղթում եւ թե այն հաշվետվությունների մեջ, որը մենք ներկայացնում ենք։ Հիմա ինչ վերաբերվում է նրան, թե պարտքը ինչ արդյունավետությամբ է ծախսվում, ինչի հաշվին է այս կամ այն ծախսը իրականանում, ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները ընդհանրապես եւ սրա մասին նախկինում առիթ ունեցել եմ խոսելու, որ իրենք պետք է ոչ միայն մտահոգ լինեն, թե պարտքի հաշվին ինչ են անում, այլ իրենց հարկերի հաշվին ինչ են անում։ Ընդհանրապես մեր ծախսերը ինչի մասին են։ Մենք ծախսերը ուղղում ենք այն ուղղություններով, որը համարում ենք կարևոր, թե ոչ։ Թոշակների բարձրացումը համարում ենք կարևոր, թե ոչ։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը համարում ենք կարևոր, թե ոչ։ Ճանապարհների, ջրանցքների, թունելների կառուցումը համարում ենք կարևոր, թե ոչ։ Այս բոլոր քննարկումները տեղի ունենում ազգային ժողովում բյուջետային քննարկումների շրջանակում եւ ես կարծում եմ, որ մենք առիթ կունենանք մեր ազգային ժողովի գործընկերների հետ, այդ թվում ընդդիմադիր գործընկերների հետ, ովքեր վերջին շրջանում անընդհատ խոսում էին ծախսերի արդյունավետության մասին, մանրակրկիտ խոսել ամեն մի ծախսի, ամեն մի տողի, դրա սպասվող արդյունքի եւ դա ինչքանով է համահունչ ընդհանրապես Հայաստանի արչեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ։ Մի բան կարող եմ ասել, որ հաշվի առնելով, թե ինչպիսի տնտեսական զարգացումներ մենք ունենք այսօր եւ ունեցել ենք վերջի 5 տարիներում, ապա կարող եմ ասել, որ այդ ծախսերը հիմնականում եղել են արդյունավետ, որովհետեւ դրա հաշվին մենք հնայի առաջանցիկ աճ ենք ունեցել, դրա հաշվին մենք ունենք տնտեսական զարգացում, մեր քաղաքացիների բարեկեցությունը զարգանում է եւ եթե մենք տեսնենք, որ որևէ ծախս արդյունավետ չի, ապա այդ ծախսերը չընկանի կամ կփոխենք դրա անելու ձևը, որովհետեւ վստահ եմ, որ ծախսերը իրենք երբեմն ունենում են լավ նպատակներ, սակայն իրենց արվելու ձևը այնպիսին է լինում, որ մենք չենք հասնում այն ցանկալի արդյունքին, որը մենք նպատակադրում էինք եւ այստեղ ծրագրերի կառավարման գնահատման հարց է, որը ընթացիկ քննարկումների արդյունքում պետք է լուծվի։ Պարոն նախարար, բազմաթիվ փորձագետներ այս օրերին նաև գնահատում են, որ առաջիկա 5 տարիներին այդ թվում Հայաստանը բավականին մարտահրավերներ պետք է հաղթահարի, որտեվ հիմա Հայաստանը նաև իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհին մի շարք աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարցեր ունի լուծելու։ Գլխավոր հարցը Ռուսաստան, Եվրամիություն,
հանրաքվե անել եւ կողմնորոշվել։ Եվ հիմա ֆինանսների նախարարությունը հաշվարկել է, եթե ռուսական շուկայի սահմանափակումները խորանան, քանի տոկոսային կետով կարող է դա նվազեցնել Հայաստանի տնտեսական աճը։ Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ այն սահմանափակումները, որոնք կիրառվում են, այն արտահանումը, որ մենք իրականացնում ենք դեպի Ռուսաստան, դա մեր հնա 3%-ը չի անցնում։ Եվ իհարկե դուք ասում եք, որ մենք ունենք մարտահրավերներ, մենք մարտահրավերներ միշտ ենք ունեցել եւ ես կարծում եմ, որ նախորդ 5 տարիներին մեր մարտահրավերները շատ ավելի մեծ էին։ Իհարկե մենք ունենալու ենք խնդիրներ, որոնք լուծելու ենք առաջիկա 5 տարիներին, եւ երբ որ դու ինչ որ մի մակարդակի խնդիր լուծում ես, հաջորդ մակարդակի խնդիրները ավելի բարդ են, եւ թեև ինչ որ խնդիրներ լուծելով մենք արդեն ստեղծում ենք մեր համար բազա, որպեսզի հետագա խնդիրները ավելի հեշտությամբ կարողանանք լուծել, եւ ես կարծում եմ, որ այն խնդիրները, որոնց մասին դուք խոսում եք, դա հայաստանյան ցակման ապրանքների արտահանման խնդիրներն են։ Ես կարծում եմ, որ դրանք լուծելի խնդիրներ են։ Մենք ինչի եմ կարծում այդպես, որտեղ մենք արդեն գործողություններ ենք իրականացրել եւ իրականացնում ենք, որպեսզի հայկական ընկերությունները, ովքեր ունեն արտահանման հետ կապված սահմանափակումների հետ կապված խնդիրներ, կարողանան այս խնդիրները լուծել։ Եվ ես կարող եմ ձեզ ասել, որ մեծ հաշվով այս խնդիրները հիմնականում լուծված են։ Այսինքն մեր աջակցության ծրագրերով մեր տնտեսվարողները գտնում են գործընկերներ այլ երկրներում եւ այն դիվերսիֆիկացիայի խնդիրները, որը մենք դնում ենք նախորդ 5 տարիների ընթացքում, բայց հաջողությամբ չեն կարողացել լուծել տարբեր պատճառներով, եթե հետաքրքիր լինի կարող ենք դրա մասին էլ խոսել, հիմա այսօր այդ խնդիրները լուծվում են եւ մեր ապրանքները, այդ թվում գյուղատնտեսական ապրանքները արտահանվում են բազմաթիվ տարբեր երկրներ։ Ես իհարկե հույս ունեմ, որ այն խնդիրները, այն սահմանափակումները, որոնք կիրառվել են Ռուսաստանի կողմից, դրանք ժամանակավոր բնույթ են կրում եւ մենք կարողանանք հաղթահարել այս process-ը, այնուամենայնիվ կարծում եմ, որ այն աշխատանքը, որը մենք հիմա անում ենք նոր արտահանման շուկաներ գտնելու ուղղությամբ, դա անկախ ամեն ինչից չափազանց կարևոր է եւ նոր հնարավորություններ է բացում մեզ համար։ Իսկ դուք հաշվարկել եք, թե եթե օրինակ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն, բայց դեռևս մնում է նաեւ ԵԱՏՄ, ու հետո որոշում է ԵԱՏՄ-ից հանրաքվե անել, ԵԱՏՄ-ից դուրս գալ, գնալ դեպի Եվրամիություն, որտեղ պահը եկել է։ Այդտեղ ֆինանսական ինչ ռիսկեր են առաջանում։ Տեսեք, օրինակ ներողություն, նույն փորձագիտական դաշտում օրինակ կա այսպիսի կանխատեսում, թե օրինակ գազը թանկացվեց Ռուսաստանի կողմից։ Ասում են կա հաշվարկ, թե դա ինչ ծախս կնստի մեզ վրա։ Այո, հաշվարկներ կան գազի թանկացման հետ կապված, տարբեր սահմանափակումների հետ կապված, իհարկե մենք բոլոր ռիսկերը գնահատել ենք։ Այստեղ հարցը գիտեք որն է, ինչ ասել է շարժվել դեպի Եվրամիություն։ Իմ ընկալմամբ դեպի Եվրամիություն շարժվելը դա հայաստանյան ստանդարտների փոփոխությունն է։ Այսինքն մինչև դու Եվրամիության անդամ դառնաս, դու պետքա քո բոլոր ստանդարտները տարբեր ուղղություններով համապատասխանեցնես եվրոպական չափանիշներին։ Հայաստանի համար, անկախ նրանից Հայաստանը կդառնա երբևէ Եվրամիության անդամ թե չի դառնա, այդ ստանդարտների բարելավումը կարևոր է հենց մեր շահերից ելնելով։ Եվ այստեղ չեմ կարծում, որ որևէ մեծ տնտեսական խնդիրների մասին ենք խոսում։ Խոսում ենք ենթակառուցվածքների արդիականացման, կարգավորումների, օրենսդրության փոփոխության մասին։ Բայց այլ բան են օրինակ ասում եւ պնդում Ռուսաստանից։ Թե մենք էլ պատասխանում ենք եւ ասում ենք, որ հիմա նման հարց գոյություն չունի, երբ որ մենք կփոխենք մեր ստանդարտները եւ կհամապատասխանենք եվրոպական ստանդարտներին եւ կհամապատասխանենք ընդհանրապես Եվրոպա մտնելու չափանիշներին, այն ժամանակ կարող է հարց առաջանալ Հայաստանը ընտրություն կատարելու իմաստ կունենա այդ ժամանակ, որտեղ մինչև այն ժամանակ, երբ որ դուք ընտրություն կատարելու բան չունեք, դուք դեռ աշխատանք ունեք անելու ձեր ստանդարտները լավացնելու ուղղությամբ,
մինչև այդ պահը այդ ընտրությունը գոյություն չունի։ Բայց մենք հիմա Հայաստանը ըստ էության նաև պատրաստ է անգամ այն ռիսկին, եթե գազը թանկացավ։ Ունի այդ հաշվարկը եւ հիմա պատրաստ է նաև այդ թվում այդ խիստ, եթե ինչպես ասում են փորձագետները պատժամիջոցին։ Մենք տարբեր ռիսկեր գնահատում ենք եւ այդ տարբեր ռիսկերի հաշվարկները փորձում ենք հնարավորինս ճշգրիտ դնել մեր ռիսկերի գնահատման համակարգում եւ պատկերացում ունենալ, թե այս կամ այս սցենարի նյութականացման դեպքում ինչպիսի հետևանքներ կարող են լինել։ Բայց ինչ վերաբերվում է Եվրամիություն եւ ԵԱՏՄ հարաբերությունների հետ կապված հարցին, վարչապետն էլ դրա մասին խոսել է եւ ասել է, որ նման հարց գոյություն չունի, որովհետեւ այսօր Հայաստանը չի կարող մտնել Եվրամիություն, վաղնել չի կարող, մյուս տարի էլ չի կարող, որովհետեւ այդ ստանդարտները պետք է բարելավվեն։ Եվ մենք նույնիսկ ասել ենք, որ այն, որ Հայաստանը ուզում է իր ստանդարտները բարելավել, ԵԱՏՄ շրջանակներում դա շատ օգտակար գործողություն է, որովհետև ԵԱՏՄ անդամ պետությունը բարելավում է իր որակը։ Եվ այստեղ ես կարծում եմ, որևէ մեծ խնդիր չկա։ Եվ այս հարցն է ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ժամանակին չէ։ Իսկ ժամանակին է հիմա խոսել օրինակ թրիփի հետ կապված եւ արդյոք կան նաեւ կանխատեսումներ, հաշվարկներ, ոչ միայն կանխատեսումներ, թե որքան է լինելու թրիփի ամբողջ ծրագիրը, որքան է կազմելու եւ Հայաստանի վրա որքան ֆինանսական բեռ է դա լինելու։ Այո, իմաստ ունի թրիփի մասին խոսել եւ մենք հիմա այդ քննարկումների մեջ ենք։ Տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ պետք է իրականացվեն, որպիսի պարզ լինի ներդրումների ամբողջ ծավալը, դա հիմա ընթացքի մեջ է եւ ես հիմա հստակ թվեր չեմ կարող ասել, բայց մենք ակտիվ ապաշրջափակման օրակարգի ներքո ակտիվ աշխատանք ենք իրականացնում տարբեր սահմանային անցման կետերում ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ եւ մենք բյուջեն քննարկելուց նաեւ մյուս տարի քննարկում ենք այդպիսի միջոցներ հատկացնենք, օրինակ երասխում, օրինակ ախուրիկում, մեր ուրեմն երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ, որպեսզի սահմանների ապաշրջափակման պարագայում այդ ենթակառուցվածքները պատրաստ լինեն։ Նույնպիսի աշխատանք է իրականացվում նաև սահմանային անցակետերի արդիականացման ուղղությամբ, ինչպես գիտեք, մեկի մասով նախկինում արդեն աշխատանքը ավարտված է եւ կան եւս 3 կետեր, որոնց ուղղությամբ մյուս տարի աշխատանքներ կիրականացվեն։ Իսկ եկամուտը որքան կլինի, կան հաշվարկներ, թե նախնական օրինակ Հայաստանը այդ ապաշրջափակումից թրիփից ինչ եկամուտներ կարող է ստանալ, որովհետև ըստ էության ներկայացվում է թրիփը որպես Հայաստանի համար մեծ տնտեսական հնարավորություն։ Այդպիսի հաշվարկ անելը կարծում եմ անշնորհակալ գործ կլինի այս փուլում, ասեմ ինչի, նախ ինչի ենք մենք բոլորս հավատում, որ դա ունի դրական արդյունք, որովհետև բլոկադայի մեջ գտնվող պետությունը հաստատ ավելի փոքր հնարավորություններ ունի, քան բլոկադայի մեջ չգտնվող պետությունը։ Այսինքն Հայաստանի շրջափակման վերացումը միանշանակ դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի համար։ Ինքը դրական ազդեցություն է ունենալու նաև տարածաշրջանի համար, որովհետև գործարկվելու են բազմաթիվ տարածաշրջանային կոմունիկացիաներ, էլեկտրական, ճանապարհային, երկաթգծի, գազատար եւ այլն, ինչը նպաստելու է ընդհանուր տարածաշրջանային զարգացմանը։ Եվ երրորդը դա ավելի գլոբալ նշանակությունն է, որտեղ ինչպես գիտեք, Հայաստանով անցնում է միջին միջանցքը, որը այս պահին Վրաստանի տարածքով է տարանցումը տեղի ունենում, սակայն այնտեղ կարողությունների սահմանափակում կա եւ Հայաստանը կարող է էականորեն նաեւ դերակատարում ունենալ միջին միջանցքի ուրեմն զարգացման ուղղությամբ եւ դա արդեն Չինաստանը Եվրոպային կապելու կարևոր ուղիներից է եւ բնականաբար այստեղ առանձին ուղղություններով կան հաշվարկներ, օրինակ թե Հայաստանի տնտեսվարողները
ներմուծման կամ արտահանման վրա լոգիստիկ ինչպիսի խնայողություններ կունենան։ Սա առանձին դետալ է, եւ սա ակնհայտ է, որ կունենան։ Երկրորդը տարանցման միջոցով Հայաստանի Հանրապետության ստացվելիք եկամուտները, որոնք ուղղակի զուտ տարանցման գումարի վճարումն է Հայաստանի Հանրապետության բյուջե, բայց դա կախված է բազմաթիվ այլ գործոններից, որը այս պահին հնարավոր չի բոլորը միասին էություն թվարկել եւ գնահատել։ Ես կարծում եմ դա լրի մի հատ առանձին թեմա է, որի շուրջ դեռ կարծում եմ հնարավորություն կունենանք զրուցելու, իսկ այս պահին շնորհակալություն այս զրույցի համար, պարոն նախարար։ Ես հիշեցնեմ, որ հեռանկարում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էր։